Բարի կիրակի առավոտ բոլորի սիրելիներս, հենց նոր ավարտեցի նախորդ վլոգը, հիմա ներբեռնվում է YouTube ու մի անգամից անցնում եմ հաջորդ վլոգի նկարմանը, որպեսզի չուշանա ու չդժգոհեք, չեմ ուզում հիասթափեցնել իմ սիրելի հետևորդներին, ինչ եմ անում, հիմա մի հատ շատ արագ միրգ եմ կտրատում, սուրճը պատրաստվում է ու դուրս են գալիս բակ, այգի, սուրճ խմելու, մի հատ շատ արագ կտրատեմ, դասավորեմ ու գնանք։ Վերջ կտրատեցի, վերցնում ենք մեր ամենասիրելի սինին, ամենասիրելի բաժակները և ամենասիրելի կոնֆետները, 3 ռուսականից ենք վերցրել, իդեպ սրանք ամուսնուս ամենասիրելի կոնֆետներն են, ինքն ուտում է միայն ռուսական, կամ 70%-ից բարձր լինտի շոկոլադներն է սիրում, կամ էլ պետք է լինի բելեչկան կամ տրուֆելը, ուրիշ ոչ մի բան։ Գնացինք դուրս սուրճ խմելու։ Վերջ, սուրճը խմենք ու վայելենք այս առավոտյան մաքուր օդը։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մի հատ էլ էսպես ողջունեմ, մենք էլ ենք շատ լավ, այսօր կիրակի է, տեսակ արթնացել ենք, նախաճաշել ենք, սուրճ ենք խմել, քամի է, շատ ուժեղ, տաք է, բայց քամի է ու գնում ենք ավանդույթը չխախտելով, գնում ենք տեքորս տուն, կգնանք, բայց էլի պլանավորել եմ տնանք իշքանով կստացվի շուտ գալ, որովհետև գործեր ունեմ չավարտած ու պետքա պատրաստվեմ նաև վաղվանից անցնելու ենք արդեն գարնանային համազգեստի, լվացել եմ նոր ենք ստացել, պետք է այդ արտուկեմ ու հետո վաղը մեր գործընկերոջ Ալեքսի 50-ամյակն է, շատ ծանր է ինքը տանում, շատ ստրեսային է, այսպես չի ուզում ոչ մի բան անենք, ոչ մի տեղ, բժիշկը խոսացել էր, որ գնանք ինչ-որ մի տեղ նշելու, խնդրում եմ, չէ, մի նշեք, ինձ մի հիշացրեք, որ ես 50 եմ շնած, ինքը չի երևում, որ 50 տարեկան է, բայց ամեն դեպքում այնտեղ նշելու ենք, շատ շուտ ենք գնալու, աշխատանքը 9-ին է սկսվում, բայց մենք շուտ ենք գնալու, որպեսզի մի ժամ գոնե նշենք, մի հատ մի փոքր ու հետո նոր կշարունակենք աշխատանքը, կսկսենք աշխատանքը, այդպես հիմա սպասում են ինձ, արդեն հասկացաք ազանշանից, ես գնացի, գնամ, տեսնենք, ինչպես ոնց կմիանանք։ Ճանապարհին կանգառ եմ արել, եմ որ միշտ անցնելուց, գիտեք, այս իմ ամենասիրելի հատվածն է, տեքորս տուն գնալու ճանապարհին, այս լճի վրայով, որ անցնում ենք, այնքան սիրուն է այս ամեն ինչը, այնքան, չգիտեմ, հեքիաթային է, ես ինձ միշտ բնության մարդ եմ համարել, բայց չեմ մտածել երբեք, որ ես կարամ այսքան շատ բնությանը մոտ լինեմ, ու որ բնությունը տեսնելիս իմ սիրտը կարա այսքան արագ բախել, մեկ նույնիսկ վախենում եմ, որ սիրտս կկանգնի այս գեղեցկությունից, կարևոր չի, որ երկրում եմ, որտեղ եմ, այս բնությունը, ջրից, որ այդքան վախենում եմ, բայց միևնույն ժամանակ անչափ շատ եմ սիրում ջուրը, հետ պատոտեմ տեսեք ոնց կարելի է չսիրել այս ամեն ինչը։
գիժնա ինչքան մարդականգնել նայում։ Սիրելիներս, մենք ամրոցի կողքով ենք անցել, ամրոցը վերևում էր, մենք այդ կողմով ենք եկել, ամրոցի կողքով կամրջի վրայով իջել ենք, թեքվել ենք ու իջնում ենք ներքև, տեսնում եք ինչքան բարձրից ենք իջնում ու ներքև արդեն հեսա մի փոքր ու կհասնենք դեկորստուն։ Ուրեմն հասել ենք տուն ու ես միանգամից պատրաստություն եմ տեսնում վաղվա երեխաների լանչբոքսերն եմ պատրաստում, այն ինչ որ կարելի է հիմա դնել, այստեղ Անգելինային է սա, վաղը այստեղ կավելանա նաև բոլորինը, այստեղ կավելանա հիմնական ուտեստը, խաղող մանդարին մի հատ այն եմ դրել ինչ որ իրանք ուզել են կանգնում են կողքս ու ասում են այստեղ թարմ աղցանա պոմիդորով լոլիկով կանաչեղենը սոխը կտրատել եմ վաղն առավոտյան էլ հիմա կտեղափոխեմ այս ամենը սառներան առավոտյան միայն աղ ու ձիթայրող կավելացնեմ ամուսնուս համարա աղցան պարտադիր տանում է հետը ինչ ուզում է տանի աղցան պետք է լինի այստեղ Ալենինս մի հատ մանդարին է ուզել, խաղողներ է ուզել ու այս կողմում կգա արդեն հիմնական ուտեստը այս իհարկե չմտածեք, որ կեղտոտ է, ինքը պլաստիկն է բան եղել, չնայած որ ես նորից փաթաթում եմ թղթի մեջ, այնպես որ ապահովա ու այս զոյկայինն է, ամենաճոխը զոյկային է լինում, ինքն է դրել բաները, լոլիկները, այստեղ ունի ելակ, խաղող ու այստեղ մի փոքր գետնանուշ ու նուշ ավելացրել հիմա հիմնականը պատրաստելու եմ այստեղ ինձ մոտ թարմ կանաչի է ծիտրոն, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղացած միս կոտլետներ եմ պատրաստելու երեխաներին կդնեմ բրդուճներով զոյկային, Էլենս չի տանում նախաճաշ, էդ էլ ասեմ ու ես էլ չեմ տանելու վաղը, որտեղ ծնունդ ենք նշելու, իսկ Անգելինային էլ արդեն դե բուսական կտեսնեմ, ինքը կընտրի ինչ է ուզում, կարևոր է հացնա, կամ միայն հաց կտանի, կամ բանջարեղեն, ինչ որ մի տեսակի տապակածուն կամ ինչ որ խավիար, բան կքսի ու կվերցնի ինքը։ Այդպես սիրելիներս, հիմա արագ կոտլետն եմ պատրաստում ու երևի հնկաձավարել կպատրաստեմ կամ սովորական մակարոն վաղվա համար, որքան տանը պատրաստի բան լինի, այսպես։ Բարի լույս սիրելիներս, մեզ մոտ կրկին երկուշաբթի առավոտ է ու ես շտապում եմ աշխատանքի 7:30 է այս պահին գնացինք հասա տեղ ու պատրաստեցինք մեր գործընկերոջ համար սեղանը, մնում է ինքն էլ գա Սիրելիներս, հենց նոր տուն ենք եկել դրսում այգում սուրճ ենք խմում ու առիթից օգտվելով, չնայեք հոգնած դեմքիս, միևնույնն է, բարձր տրամադրությամբ, ամբողջ հոգով, սրտով շնորհավորում եմ աշխարհի բոլոր մայրերի տոնը, չեմ ուզում առանձնացնեմ նաև բոլոր աղջիկներին, քույրիկներին, տատիկներին, ովքեր որ մայր են, ովքեր որ դեռ նոր են մայրանալու, շնորհավորում եմ բոլորիդ, մայր լինելը, դա աշխարհի ամենանուրբ, ամենասիրուն, ամենահրաշք բանն է ու ով որ մայր չի, թող մայրանա, թող զգա այդ բերկրանքը, ցանկանում եմ, որ միշտ առողջ լինեք, ձեզ լավ նայեք, հետևեք ձեզ, խնամեք ձեզ, ձեր հոգին, ոչ միայն արտաքինը, ձեր ներքինը, հետևեք ձեր առողջությանը, որ երկար ապրեք, երկար տարիներ լինեք ձեր հարազատների, ձեր ընտանիքի կողքին, շնորհավոր բոլորիդ ապրիլի 7-ը։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, ամեն ինչ նորմալ է, եկել եմ կանգար, սպասում եմ ավտոբուսին ու որոշեցի մի փոքր կիսվել, երեկվա օրից մի երկու բառ պատմել, գնացինք, ամեն ինչ պատրաստեցինք, Ալեքսի ծնունդի համար ու դե ասացի աշխատանքը 9-ին էր սկսում, բայց մենք պայմանավորել ենք 7:30 արդեն այնտեղ հավաքվել, շատ լավ էր անցնում ամեն ինչ, շոկի մեջ էր Ալեքսը Բայց մեր գործընկերուհիներից մեկը, չնայած որ եկել էր արդեն իսկ վատ էր, շաբաթ կիրակի օրը երկրում չէր եղել, ծովափին էր եղել, մրսել էր ու դե պատկերացրեք, կամ էլ, չգիտեմ, Խորվաթիայում էր եղել, երևի աղեստամոքսային ինչ-որ վիրուս էր հետը բերել, վատացավ ու շատ հապվեց, հետո շտապօգնություն կանչեցինք, ամեն ինչը մինչև ճանապարհեցինք, արդեն նույնիսկ պացիենտներն էին եկել սպասում ու վերջում Ալեքսն ասում է
Ադե ասեցի, որ չեմ ուզում նշեմ, էլի։ Ասեցի, որ 50-ամյակս չեմ ուզում նշեմ։ Ինչի իմ կամքին հակառակ գնացիք, մի բան զգում էի, էլի։ Այդպես, բայց դե ամեն դեպքում շատ լավ անցավ։ Լավ օր ունեցանք, ուրախացրեցինք իրեն էլ, հետո իր կինն էլ այդ օրը 3 բան տերմին ուներ, եկավ արդեն, հետո տեսել էր, դե վիդեո էի արել, ուղարկել էինք խմբի գրուպային, երևի ինքն էլ էր տեսել նվերները շատ ուրախ էր, ասում է, ինքը չթողեց ինձ ոչ մի բան անեմ իր համար, բայց լավա որ գոնե դուք եք ինչ-որ բան ձեռնարկել, տորտիկ, մորտիկ ու ամեն ինչ լավ էր անցել, գոնե ինչ-որ մի կերպ նշել էր ծնունդը, հետպես, հետո դե ինչ-որ արտասովոր ոչ մի բան չի եղել, եկել ենք տուն ամուսնուս հետ, սովորական ընթրիք ենք արել ու չեմ ասում սովորական, որովհետև ամեն մի ընթրիքն էլ արտասովոր է, ընտանիքով նստում ես հացի ու հետո արդեն մեր երեկոն ենք ունեցել, այդպես սիրելիներս, դե լավ հիմա գնամ, տեսնենք ոնց, երբ, որտեղից, ինչպես կրկին կմիանամ։ Բարի լույս, Զոյ։ Էդ որ ես գնում տենց ուրախ։ Գնա դե շուշ։ Դες նման հանգիստ ես։ Լավես։ Ես այսօր ինչ Ես ողջի չեմ վախենում, մեկալ ես վախենալու բաներ չկան։ Ես ինչ հա։ Իծեր կտուր։ Ես այսօր ինչքան սիրուն գույն ա քո բանը աթոռը։ Լավն է չէ։ Ես ինչ հա։ Նույն գործիքն են։ Նայն այս բանը, ես ինչ եմ ալա այս գործիքը։ Բաները հագցնում ա վրան ես ու փորփրում ատամդ։ Գիտեք, այս ատամներն ասենց բան, ինչ նշանակում։ Մի քիչ ցավն ա։ Չէ, սենց Կարի ես ալինում։ Կարի ես ա։ Դնաս ինչից ա, որտեղ Զոյկան ինչ ա անում։ Կավենները ուտում։ Հիմա պետք է սենց ջուրը սենց բանի մեջ անեմ։ Սա գերես ամոտերս անգստացավ։ Բայց մեկ բրծանք, սենց կերուխեր, կարայ երկու բան։ Մի հատ կարայր, բայց որ դու շատ խելոք ես, դրամար ասեց երկու հատ, դե գնա տեսնենք ուր աղտը։ Մի աղբերից համար, մի իմ։ Աղբերիս, գնա։ Եկանք տուն, ես դրսում սուրճ եմ խմում, Զոյկան էլ հարևանի կատվին ա սիրում, ենքան ա սիրել, կանչել ա բակ, խաղացել ա հետը, որ ես հարևանի կատուն իրանց տնից փախնում գալիս ա մեր բակ։ Սիրելիներս, Էլենս Շեյնից շատ սիրուն պատվերներ ունի, բայց այդ ամենը կտեսնեք հաջորդ վլոգում։ Ուրեմն, եկել եմ, նկարահանում արեցին Էլենի, եկա դուրսը մաքուրոթը վայել եմ ու տղես ինձ սուրճ ա բերել։ Մի հատ նայեք ինչեր ա բերել։ Արևածաղիկ ես երևի իր համար, որ բզբզա, կոնֆետների 3 հատ ես Ալենը Զոյկան ենք դրսում ու ես ինչը գտելա բերելա։ Մի խոսքով։ Ուրախ ես, որ արդեն արձակուրդ եք մեկ շաբաթ։ Ես գեղեցկուհին էլ ստեղ նստած ա Շունիկի հետ։ Նստած չեմ։ Շունիկին աման տալիս, լավ արևա, հիմա նա սուրճս վայել եմ։ Այ սենց հա ծառերը, բողբոջել ա արդեն կեսը։ Ջա ծաղիկ ացում։ Դե ծաղիկը հետո պետք է թափվի, տակը արդեն պտուղն ա։ Գուցե չչրթեիր, ատամները դες փչացնում, մատերով բացի եթե ուզում ես։ Հայ, տեղափոխվեցի ես մյուս կողմը, ուրեմն տեսնում եք, տեսքս ենքան էլ լավ չի, ունեմ այսպիսի էլի այսպիսի հերպես,
այնպես չի որ հիվանդ եմ եղել, ուղղակի այս գարնան չորությունն է, եղանակային պայմաններն է, ստրեսն է, արդեն գիտեք որ ամեն ինչը նպաստում է հերպեսին, մանավանդ եթե կրողն ես, այդ գենետիկան ունես, ես ունեմ շատ լավ նյութ հերպեսի մասին, որը ցավոք այնքան էլ շատ դիտումներ չունի, ինչքան որ վլոգներն է դիտվում ու այդ են իմ կար ինֆո բաժնում է ու մտածում եմ երկար ժամանակ է, այսինքն Վիեննայում է եղել, ընդամենը մի քանի հատ եղավ այդպիսի վիդեոներ, չգիտեմ ինչի այդպիսի վիդեոները ինֆորմատիվ, ավելի շատ բժշկական, ավելի քիչ դիտումներ են ունենում ու չեն մոտիվացնում, որտեվ երկար ժամանակ է պահանջվում, մինչև նյութ ես մշակում, հարցերին ես պատասխանում ու երբ որ դիտումներ չի լինում, այսինքն դիտումները ես էլի եմ ասում, նկատի չունեմ մեծ գումարներ կամ ինչ-որ մի բան, այլ որ, այսինքն շատերին հետաքրքիր չի, այսինքն ոչ բոլորին է հետաքրքիր այդ նյութը ու դրա համար առանց այն էլ շատ քիչ է ժամանակը, շաբաթը մեկ վլոգ հազիվ հասցնում եմ նկարեմ, մտածում եմ այնպիսի վլոգ նկարեմ, պատրաստեմ, որ բոլորին հաճելի լինի կամ գոնե շատերին հաճելի լինի ու կարողանան նայել, ոչ թե միացնեն, տեսնեն, լավ կար ինֆո, այս ինչի վերաբերյալ լավ դա մեզ չի հետաքրքրում ու էլ չնայեն ու սպասեն այն մյուս շաբաթվան, որ նորից տեսանյութ լինի։ Ամեն դեպքում կարող եք փնտրել կա մի քանի տեսանյութեր գլխացավերի հետ կապված, գլխացավերի տեսակների հերպեսի մի քանի նյութ ունեմ, հա, խոսքը տեղից բացվեց, ուրբաթ է, ինչպես արդեն ասացի, երեխաները տանն են, Զատիկի արձակուրդ է, ամսի 15-ին տեքորս աղջկա Արյանայի ծնունդն է, բայց դե երեքշաբթի է ու մենք աշխատում ենք մինչև ժամը 7-ը, երեխաները տանն են, բայց թե մենք աշխատանքի ենք, չգիտեմ ոնց ենք անելու, ոնց կհասցնենք, կգնանք կշնորհավորենք, հետո դե արդեն Էլենիս տարեդարձն է, ուրբաթ օրն էլ մյուս շաբաթվա մասին է, խոսքը 18-ին, բուռն շաբաթ է մեզ սպասվում, հետո արդեն դե Զատիկի պատրաստություններ դեռ չգիտեմ որտեղ ենք նշելու ոնց, բայց դե որ մյուս եկող շաբաթը շատ բուռն է լինելու այդ հաստատ, այդպես հիմա ես սուրճս խմեմ, այս անցնող շաբաթը էլի շատ չեմ նկարել, էլի շատ լավ շաբաթ ա եղել, մի քիչ ծանրաբեռնված, այս անգամ գրած գնացինք շատ վաղ, ժամը 4:30 արդեն տանից դուրս է եկել, 5-ին այնտեղ է, 5-ից շարժվել ենք, այնպես որ 7-ին արդեն 7:10 երևի, արդեն սկսել ենք առաջի վիրահատությունը, 10 վիրահատություններ, մի խոսքով ավելի մի քիչ բարդ վիրահատություններ էին, մի քիչ խնդրահարույց լինզաներով, այդպես, բայց ամեն ինչ պատվով հաղթահարեցինք, հետո Զոյկայի ատամի տերմինը, այսպես շատ մի քիչ տերմիններ կար, կիսատ գործեր կար, որ պետք է ավարտին հասցվեր, ու շատ նկարելու բան չունեի, ամեն դեպքում անցավ, լավ անցավ շաբաթը, քո համար լավ անցավ տղես, սաղ լավ է? Ինչի լավ անցավ իմ համար։ Լավ անցավ? Շոտ։ Ուրախ ես որ տանն ես։ Այդպես լավ, հիմա մի հատ պատտեմ նայենք Զոյկայի համար ինչն է լավ անցել։ Սա բույսերս էլ ցող չսխմեմ, բույսերս էլ ցույց կտամ, տեսնենք ինչա, որտեվ մի շաբաթ արդեն անցել է, ինչ մաքրել եմ։ Ու այս շաբաթ էլ տեսնենք, եթե հարմար լինի այն երկու հողամասն էլ մաքրեմ։ Այդպես։ Հա, ինչ էիր ասում, գնաց բուհ։ Բան էիր ասում։ Հեսա դու էիր գնացել։ Ես։ Այսօր գնացել եմ եկեղեցի իմ սահմանին դասարանի հետ։ Չեմ կարող որտեղ բինգո միշտ գնում է։ Ու հետո գնացել եմ, հետո սենց պետք է սեն երկենք, սենց բանանենք, աղոթենք։ Մի խոսքով լավ անցել։ Վիրավորներ շատ ունես արձակուրդների։ 5։ Լավ։ Բայց պետք է 10 օր ունենք։ 10 օրում պետք է 5 հատը գրես։ Չէ։ Բա երբ ես պատրաստում գրես։ Վաղը։ Հետո կարամ Հանգիստ ինը։ 9 օր հանգստանաս։ Հա։ Միշտ մաման ինչ է ասում, ավելի լավ է դասերը երբ անես։
Այսօր։ Ուրբաթ օր անես, որ շաբաթ կիրակի հանգստանաս։ Բայց ես ունեմ 10 Օր։ 10 օր դրա համար կարող վաղանը որ 9 օր կարամ։ Okay, լավ գնա։ Ու մաման որ բանա զատիկա ինքը սենց դուրս է սենց բաները սենց գանվետները բանալելու փախցնելու ու մենք հագցնելու մենք պետքա գտնենք։ Անցած տարվա նման, չէ՞։ Հիմա մինգո ինչ անեմ։ Արի ես կողմից անցկացնեմ գնա։ Ահա։ Սոխերս այսպես ակտիվորեն աճում են։ Այստեղ խնձորը դեռ բողբոջի տեսնենք անցած տարի այս ծառը ընդամենը մի 10 հատ խնձոր էր տվել։ Այս տարի էլ ինձ չի փայլում բողբոջները, բայց դա տեսնենք։ Այս մեկը այն մյուսից է, այն մեծ որ այնտեղ կա։ Սա այսպես կարմիր թուփ է, չգիտեմ դեռ տենց չեմ նշմարել ինչի համար է։ Այս մեկը ոնց որ ճիշտ է բույսին անկապ չեն ասում, բայց շատ անիմաստ բան է։ Այս երևի մոտակա ժամանակները չգիտեմ։ Ահա։ Իսկ լավ թող ծաղկի պրտնի հələ Կայլա լավ կտրատել նուրբ ճյուղերը թողնել։ Ուրեմն այստեղ այս սոխերի մեջին եմ հանել։ Տեսեք, այստեղ սոխերս որտեղից է լինի իրանք ծլում են։ Ուրեմն այս հատվածը պետք է լրիվ մաքրվի։ Այստեղ նանաներ էի տնկել, բայց դե չեն աճել, չկան, հələ որ չեմ տեսնում։ Ու այս հատվածով այսպես մեծ ավելի մեծ պետք է հողամաս սարքեմ, փորենք, որպեսզի ցանեմ կանաչիները։ Եվ այստեղ ավելի հողը խոնավ է այս տարածքում, ավելի արև է, բայց հողն էլ ավելի փխրուն է, ոչ թե խոնավ է, փխրուն է ավելի հողը։ Այս էլի գիլաս է։ Փոքրիկ անցած տարի 2 հատ էր տվել կամ 3 հատ, այս տարի դեռ չեմ տեսնում։ Այն էլ է խնձոր։ Այս ամենաուշն է, ձմեռային խնձոր, ամենաուշն է ծաղկում, ամենաուշն է բողբոջում։ Իսկ այս երկուսը շոտ հոմով խնձորներ էր, շոտ քաղցր ու հիշում եք ինչքան շատ էր ամբողջ ծառի տակերով։ Սել արդեն ծաղկում։ Թենիսն էլ արդեն պետք է հանենք, բերենք մեջտեղ։ Ես եմ շատ սիրում։ Այս թիփը որ ծաղկում է շատ սիրուն է։ Այս ամանների մեջ, այս կողմ ունեմ, այս մյուս բալկոնում ունեմ, այս տարի ու մեկ էլ Զոյկայի տնակի վրա կա։ Այս տարի որոշել ենք ելակ դնենք։ Ծաղիկ չէ, ելակ։ Այսպես յասամանաս, մի խոսքով։ Սա էլի մունեցած բնությունը, բույսերը, ծառերը։ Դիմակ տուն։